Այսինքն, ամփոփելով այս առաջի դրվագը, ես փուլարփուլ խախտումների ձեզ ներկայացնեմ, այնուհետև քննարկենք հարցերին սիրով պատասխանեմ։ Գալիս է պնդելու, որ բնականon ընտրական գործընթացը սկսած այն հանգամանքից, որ մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը այդպես էլ հնարավորություն չունեցավ հավասարության սկզբունքի համատեքստում մասնակցելու նախընտրական քարոզչությանը մեզ հետ, մեր նկատմամբ խախտված է եղել։ Ու եթե օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը ուղղակի դուք հետևեք համեմատեք, ընդամենը օրինակ տեղեկատվական բլոկը, հա, հայտարարությունները, այս նախընտրական շրջանի համաչափ որևէ շրջանում նման ակտիվություն չեն դրսևորել։ Դա արհեստական ակտիվություն է, ու օրինակ ես կուզեի հետագայում մի վերլուծություն իրականացնենք այս շրջանում ինչքան հանցագործություններ են ընդհանուր Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվել, որովհետև եթե մենք վերենք լուծում ընդհանուր առմամբ, հա, համապետական ըստ մարզերի հանցագործությունների տեսակը աճը գրեթե ամենուր է եռակի է, սկսած ծանր հանցագործություններից, այն իրականությունում, երբ իրավապահ մարմինների ռեսուրսը պետբյուջեով էականորեն ավելացվել է, անգամ որոշակի պայմաններում ֆինանսավորումը եռակի անգամ է ավելացվել։ Այսինքն ունենք իրավապահ մարմինների քանակի եւ ֆինանսավորման պետական մակարդակով աճ, դրան զուգահեռ ունենք նույնապես հանցագործությունների տեսակների ավելացում ու աճ։ Սա բնական ու նորմալ չէ եւ սա իմ խորին համոզմամբ պայմանավորված է նրանով, որ իրավապահ մարմինների առաջնային առաքելությունը այս իշխանությունը դարձրել է քաղաքական օրակարգեր սպասարկելը, ինչի հետևանքով էլ այլ տեսակի ու բնույթի հանցագործությունների կանխարգելումը էականորեն տուժում են։ Երկրորդ թիվ, վարչական ռեսուրս։ Հարգելիներս, քիչ անց, որպեսզի ժամանակ խնայենք, խոսքից երկրորդելով ես կտեղադրեմ մի շարք ապացույցներ, ասեմ, որ այս օրերի ընթացքում մենք հատուկ թեժգիծ ենք ստեղծել, հազարավոր ահազանգեր ենք ստացել ու ամեն օր մենք արտակարգ ռեժիմով աշխատում ենք, չենք քնում, որպեսզի փորձենք այս կարճ ժամանակահատվածում մշակել այդ ամբողջ տեղեկատվությունը, իսկ տեղեկատվությունը ահռելի է, բացի այդ հնարավորությունը օգտագործեմ կրկին կոչ անեմ մեր հայրենակիցներին, եթե ունեք որևէ փաստ ապացույց խախտումների վերաբերյալ, որովհետև որոշակի մեխանիզմներ են մեր համոզմամբ աշխատեցվել, որը փորձում ենք վերհանել, մենք շատ շնորհակալ կլինենք, եթե ներկայացնեք ու երաշխավորում ենք կոնֆիդենցիալությունը, որովհետև մարդիկ այս համատեքստում են վախեցած, ինչ են անում վարչական ռեսուրսի համատեքստում, սկսած նրանից, որ ահազանգերը բազմաթիվ են, պետական ծառայության տարբեր տեսակների նկատմամբ, որ մարդկանց ստիպել էին գնալ իշխանության օգտին քվեարկելու եւ քվեաթերթիկը օրինակ լուսանկարելու, կոնկրետ մեր քաղաքական քվեաթերթիկը դուրս բերելու ի ապացույց, որ տվյալ անձինք մեզ չեն քվեարկել։ Ու մարդիկ իրապես վախենում էին ու հարկադրված էին այդ տեսանկարելը, լուսանկարահանելու process-ը իրականացնել։ Տեսանյութեր կան, որ ունենք ու ահազանգեր, որ մի շարք ընտրատեղամասերում մարդիկ արդեն նախապես սոցագրպանում քվեաթերթիկով 16 մուտք են գործել տեղամաս, այսինքն ոչ թե իրենց հետ դուրս են բերել, այդ արձանագրումներն ունենք, այլ նախապես են մտել այդ քվեաթերթիկներով, բայց գլոբալ միջամտություններից սկսենք, օրինակ ներքին գործերի նախարարության աշխատանքը ոչ միայն ընտրության, այլ նախընտրական ծիրում, ես բավականին խնդրահարույց եմ որակում, որովհետև ընտրության օրը էլ կրկին բազմահազար քաղաքացիներ, բազմահազար չասեմ, գոնե առնվազն տասնյակ արձանագրումներ մենք ունենք, որ մարդիկ գնացել են, փորձել են տեղեկանքներ ստանալ, հատուկ ձևեր կան ընտրությանը մասնակցելու համար եւ ուղղակիորեն, հա, այդ անձնագրային բաժանմունքները հրաժարվել են շատ կոպիտ խոսույթով, անգամ ես ինքս հնարավորություն եմ ունեցել միջամտելու, ուղղակիորեն հրաժարվել են մարդկանց ձևերը տրամադրել ըստ օրենքի պահանջի, բայց ինչա տեղի ունեցել, նախնական ցուցակների էական խառնաշփոթ է տեղի ունեցել, կային դուք գիտեք ապրիլի 28-ին հրապարակվել են ցուցակները ընտրողների ու փակցվել են տեղամասային կենտրոններում, նոր համակարգ աշխատացվեց այս ընտրական գործընթացի նախօրեին, դա մինչև մայիսի 26-ը հաշվառման դիմումների ներկայացման նոր գործընթացներ, այս հաշվառման դիմումներից հետո տեղամասային կենտրոնները
ինչ որ առանց ցուցակները, վերստին ցուցակները հրապարակում են, բայց քաղաքացիները գալիս են ընտրության եւ նախորդին ստուգած լինելով, որ իրենք արկա են ցուցակում, իրենք ստորագրելու են այս տեղամասային կենտրոններում, հայտնաբերում են, որ իրենք այլևս ընդգրկված չեն ընտրողների ցուցակներում։ Ու էլի տասնյակ ահազանգեր այս դեպքերով մարդիկ գնում են անձնագրայինները հրաժարվում են մարդկանց հետ համագործակցել, այսինքն արհեստական եղանակով խոչընդոտում են մարդկանց ընտրական իրավունքը եւ ընտրելու հնարավորությունը։ Ավելին, մի շարք դեպքերում առանց հիմնավոր պատճառի չենք հասկանում, այդ եւս հետքերով գնալու ենք բացահայտելու ենք, ընտրատեղամասերի վայրը, ընդհանրապես հասցեները փոփոխվել են։ Այսինքն մարդը սովորույթի ուժով դուք գիտեք, հա, բնակիչները որպես կանոն գիտեն։ Ես գիտեմ, որ ես գնում եմ քվեարկելու այս տեղամասում, օրինակ իմ հետ եւս այդ միջադեպը տեղի է ունեցել։ Ես մշտապես քվեարկել եմ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում, դա իմ ընտրատեղամասն է եղել։ Այն տեղափոխվել էր նախորդ ընտրություններից արդեն կոնկրետ ժողի տարածք, հա, համալսարան։ Հիմա բազմաթիվ ահազանգեր քաղաքացիների, բնակիչների մշտական տեղամասերը տեղափոխվել է եւ նախորդիվ եթե ծանուցումներ էին տեղի ունենում առնվազն այն դեպքերի համար, հա, ոչ թե համապետականից վերացարկվենք, որ հունիսի 7-ին ընտրություն է եւ դուք այս տեղամասային կենտրոնում եք քվեարկելու, տեղափոխվող տեղամասային կենտրոնների պայմաններում բնակիչներին չեն ծանուցել այդ մասին ու շատ բնակիչներ արդեն ստիպված արհեստականորեն խոչընդոտվել է։